Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը, Թարմուղեղով հաղորդաշարն է եթերում։ Այսօր մեր հյուրն է իրավապաշտպան Արդարության նոր մշակույթ հասարակական կազմակերպության համահիմնադիր Զարուհի Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, Տիկին Հովհաննիսյան։ Շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Շնորհակալություն, թերևս սկսենք, ավելի ճիշտ այսպես ասենք, ձեզ հետ միշտ մեր զրույցները ամփոփ են վերջի շրջանի, հա, մեր վերջին հանդիպումից հետո վերջի շրջանի։ Բայց վերցնենք երևի թե ժամանակահատված ընտրություններից առաջ եւ հետո այս ընթացող process-ները ու մի թեթև քննարկենք քաղաքական դաշտը, հետո արդեն անցնենք սոցիալական խնդիրներին։ Մենք տեսանք ընտրություններից հետո որոշակի ձերբակալություններ, որոնք տենց ցուցադրական միանշանակ ձերբակալություններ, մի կողմ թողած դրա քաղաքական դրդապատճառները, ինչ որ նաև երևի թե իրավական պատճառներ էլ կունենան, բայց ձերբակալությունների ձևը, թե նշենք, հա, Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու ձևը, թե նաև նրա բարեկամներին ձերբակալելու ձևը քննարկումների առարկա դարձան։ Հա, կարծես թե խախտվեց անմեղության կանխավարկածը շատերի կողմից, այդպես միանգամից մեղադրանքներ սկսեցին հնչեցվել քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների կողմից, ակնհայտ մարդու ստորացում տեսախցիկի առաջ մենք տեսանք, որքանով է այս ամենը, չգիտեմ, իրավաչափ, որքանով է այս ամենը ընդունելի մարդու իրավունքների տեսակետից։ Այստեղ շատ կարևոր հարցեր կան, որոնք մի քանի շերտից են բաղկացած։ Առաջինը իհարկե դա է, թե որքանով է դա իրավաչափ եւ մարդու իրավունքների տեսակետից զգայուն։ Այսինքն, եթե մենք հասարակությանը կերակրում ենք տեսարաններով, այդ տեսարանները փորձում ենք ներկայացնել որպես արդարադատություն, փորձում ենք ներկայացնել որպես որոշակի արդարության վերականգնում, որը տարիներ շարունակ հասարակությունը կարծես թե պահանջել է նոր իշխանություններից, որոնք արդեն հին են, երրորդ անգամ են ընտրվում, բայց այնուամենայնիվ դեռևս կա այդ խոսույթը, որ իրենք նոր են, ուրիշները հին, բայց պիտի հիասթափեցնեմ, որ իրենք էլ են արդեն հին եւ գործիքներն են արդեն հին, որոնք կիրառվում են։ Հին գործիքների տրամաբանության մեջ հենց այն երևույթն է, որը հանրապետական կուսակցության ժամանակ եւս մենք ականատես եղանք նույն անձի նկատմամբ, եւ Ծառուկյանը հայտ ներկայացրեց քաղաքականություն դարձյալ մտնելու, սկսեցին ծաղրել դոդես SSNS, հետո սկսեցին իրենց նիստում ելույթներ ունենալ ամպագորգոր, որ որոշակի քրեական անցյալ ունի, որոշակի խնդիրներ ունի, հանեցին քրեական գործեր, որոնցում արծարծվում էր Ծառուկյանի անունը, ու այստեղ առաջին հարցն է առաջանում, իսկ այդ գործերը չկային մինչև այն պահը, երբ նա քաղաքականությամբ չէր զբաղվում եւ գործարար էր, այսպես ասած։ Իսկ դժվար երկու օրում հայտնված լինեին, այո, այն պահին, երբ 18 թվականին Գագիկ Ծառուկյանը սեղմում էր Նիկոլ Փաշինյանի ձեռքը եւ դեպի քաղաքականություն եւ ընտրություն, ճանապարհորդություն եւ աջակցում։ Այդ գործերը չկային, նույն նախորդ երկու ընտրությունների ժամանակ կային այդ գործերը, բոլորն էլ կային, բայց ինչու է քաղաքական նպատակահարմարությամբ առաջ գալիս այն հանգամանքը, որ այդ գործերը հանվում են եւ հատորներով դրվում են սեղանին մեկ։ Երկրորդը, ինչու է այդպիսի ցուցադրական տեսարաններով կերակրվում հասարակությունը։ Արդյոք հասարակությունը կարիք ունի այդ տեսարանների։ Իհարկե ոչ։ Իսկապես ոչ, որովհետև հասարակությանը այդ տեսարանները ցավ են պատճառում։ Ոչ թե այն պատճառով, թե կոնկրետ անձը ով է, այլ որովհետև պետությունը գործում է այդպիսի գործիքակազմով։ Ինքը կարող է դիմադրություն չտվող անձանց տապալել գետնին, բերանքսի վայր եւ հագցնել ձկնաշղթաներ, ցանկացած անձի, դա կլինի Գագիկ Ծառուկյանը, դա այն կարողության ցուցադրություն։ Հենց այդ է ուզում ասել, դա անգամ տենց ինչ որ գաղափարական մեսիջ է, չէ՞, ուժի ցուցադրություն։ Պետությունը ում հետ ուզի, ինչ կուզի կանի։ Շատերը ասում են, ինչու շարքային մարդկանց երբ այդպես են անում, չեք արձագանքում, նախ արձագանքում ենք, որովհետև դա իրապես մարդու իրավունքների խախտում է, որտեղ ցանկացած գործողություն պիտի լինի համաչափ եւ իրավաչափ։ Համաչափության սկզբունքը հենց այն է, երբ որ անձը չի
դիմադրում, բացել է դուռը, որևէ մեկը իրենց չի սպառնում, կարող է եւ իրենց ուղեկցությամբ դուրս գալ, նրան տապալել գետնին եւ այդպիսի գործողություններ կատարելը, դա ակնհայտ նույն կոնցեպտի ներկայացումն է, ինչ որ կոնկրետ անձինք կատարել են տարիներ շարունակ, հարստացել են այդ կոնցեպտի մեջ ուժ եւ իշխանություն ցուցադրելով, այս դեպքում պետությունն է դառնում, ասում է ամենամեծ կոպիտ ասած ուժեղ եւ գողը ես եմ։ Կոպիտ ասած, որտեղ Հա, դա իհարկե։ գողական բարքերի մոտեցում է ամեն դեպքում։ Ցանկացած անձի իրավունքի հարգումը դա պիտի լինի ժողովրդավարական հասարակությունների առանցքը եւ մարդու իրավունքների հարգումը պիտի լինի առանց խտրականության, առանց դիտարկման, թե որ ժամանակահատվածում մենք դա օգտագործում, արդյոք հասարակությունը այդպիսի պահանջ ունի, թե ոչ, եւ արդյոք հասարակությանը այդպես կարող ենք ցուցադրել, որ մենք հետամուտ ենք մեր խոստումներին։ Այդ ամբողջ փուչիկը, այսպես ասած, պայթում է հենց այն պահին, երբ դու հասկանում ես, որ գործողությունները իրավաչափ չեն, համաչափ չեն, գործողությունները ըստ նպատակայնության են ցուցադրվում եւ ամենակարևոր այդ շղթայի ավարտը, չգիտեմ, երի նոր բաներ կդուրս գան, բայց վերջին, այսպես ասած, դրվագը, որը հայտնվել էր, դա դարձյալ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նույն անձի դստեր վերաբերյալ անձնական ընտանեկան կյանքին վերաբերող դրվագների հրապարակում, որը անթույլատրելի է եւ որևէ կերպ հասարակությանը որևէ դրական հաղորդագրություն չի կարող հանդիսանալ, որովհետեւ դա վերաբերում է մարդու կյանքի այնպիսի մանրամասների հրապարակմանը, որը որևէ կերպ քրեական գործի վրա լույս չի նետում, հակառակը, ես կարող եմ ասել հակառակը, այդպիսի տղայական աշխարհում կասեն տո լավ արել, կներեք, կարդարացնեն բռնություն գործադրողին եւ կսկսեն մեղադրել կնոջը, որը կարող է եւ ինչ որ առիթ է տվել, այսպես ասած, իրենց բառապաշարով, ինչ որ կերպ հաշվեհարդար տեսնել կամ բռնություն գործադրել անձի նկատմամբ, որը իրենց այսպես ասած ճակերտավոր պատիվը արատավորել է։ Այսինքն այս գործիքակազմը լրիվ քրեական ենթամշակույթի գործիքակազմ է, որը ես ուղղակի չէի ցանկանա իրավական պետությունում օգտագործվել։ Բայց հետաքրքիր sense այսպես ասենք ինչ որ ոնց որ շրջապտույտի մեջ լինենք, քանի որ այսօր ընդդիմության դիրքերում են մարդիկ, ովքեր ժամանակին իշխանության դիրքերում լինելով այդ գործիքակազմն են օգտագործել, մի տեսակ ոնց որ փակ շրջան լինի, երբ մենք տեսնում ենք, որ, չգիտեմ, Արմեն Աշոտյանը բողոքի ակցիա է իրականացնում Եվրամիության գրասենյակի դիմաց, մարդիկ ամենայն միցեք անտարբերությամբ կամ քմծիծաղով են նման քայլերին վերաբերվում, որովհետև արդեն իսկ չկա վստահություն ամբողջ քաղաքական համակարգի նկատմամբ, արդեն իսկ կա պատկերացում, որ ամբողջ քաղաքական համակարգը այդ ձեր ասած գործիքակազմով է ապրում եւ հարարում եւ շնչում եւ բոլոր քայլերը դիտարկվում են որպես ցուցադրական ձևականություններ ու նույն ձեր ասած, հա, երբ հասարակ մարդկանց հետ, հա, քաղաքականությունից հեռու մարդկանց հետ խոսում ես, ասում ես, տեսեք, գեղեցիկ չէր, ի վերջո տարիքով մարդեր չէր ընդդիմանում, տապալեցին գետին, ասում ես, լավ, իրանց համար դա նորմալ է, հա, եթե նույնիսկ երիտասարդ դե տարիքովը նշում ես, որ գոնե մարդու ոնց որ ավելի, հա, բայց միևնույն է, այսինքն դե իրանք իրար մեջ այդպես են ապրում մտածելակերպը կա ամբողջ քաղաքական համակարգի մեջ վերաբերյալ ու մի տեսակ այդ կարեկցանքի պահն էլ, որ ի վերջո մարդը ունի իրավունքներ բացակայում, այսինքն գաղափարական այդ դատարկությունը կարելի ասել արդեն իսկ մտցված է մեր հասարակության մեջ։ Դե մենք պետք է վերցնենք, հասկանանք, թե ինչպիսի արժեքների ենք մենք ուզում հասնել առնվազն։ Ժողովրդավարությունը այսպիսի դատարկ անոթ չէ, ինքը լցված է որոշակի ատրիբուտներով։ Դա մարդու իրավունքներն են, դա որոշակի արժեքներն են, որտեղ պետք է շատ ավելի մտածված գործել առնվազն, ոչ թե էմոցիոնալ ինչ որ բաներին հագուրդ տալով կամ ցանկություններին կամ միգուցե ցուցադրություններին, դա եւս շատ կարեւոր է, թե մենք ինչպիսի մոտեցում ենք ցուցաբերում եւ ինչ ենք ուզում ցույց տալ այդ գործողությամբ,
Միգուցե այդ գործողությունները նույնիսկ լինեին անհրաժեշտության պարագայում, բայց չցուցադրվեին հասարակությանը, որպեսզի հասարակությունը այդպիսի արժեքներով չկերակրվի։ Նա շարունակի հարգել դիմացին, ինչու աճում ագրեսիան հասարակության մեջ։ Ինչու են միմյանց նկատմամբ անհանդուրժող լինում, մեկը մյուսին, չգիտեմ, չի զիջում, վերցնում են ֆիզիկական հաշվեհարդար են տեսնում, ցանկացած այսպիսի տրանսպորտային խոսակցություն վերածվում է ծեծկռտուկի կամ դանակահարության շատ հաճախ։ Հենց այդպիսի տեսարանների թույլատրելիությամբ Նորմալիզացվում է այդ ամեն ինչը։ ուժի ցուցադրությունը միշտ տալիս է աստակ, որ դու կարող ես քո ուժը սեփական օգտագործել մեկի նկատմամբ եւ չփորձել գտնել այլընտրանքային մեթոդներ աշխատանքի։ Հիմա այդ բոլոր շղթաները, որոնք իրականացվում են այսօր, ձերբակալություններ եւ այլն, միտված է մի բանի կանխարգելման հետագա նմանատիպ դեպքերը, չէ՞, առաջին հերթին։ Առաջինը դա ենք մտածում։ Ժամանակին եղել է վատ, մենք մերժել ենք, ասել ենք եկեք, հաստատեք իրավական հասարակություն, այդպես էր տրամաբանությունը առնվազն հեղափոխական գործընթացների, հաստատեք արդար հասարակություն, որպեսզի այսպիսի բաներ չկրկնվեն եւ անարդարներին, որոնք մեր, այսպես ասած, աղի քրտինքով հարստացել են, սահմանափակեք նրանց այդ վարքը։ Չէ՞, այս է ամբողջ տրամաբանությունը, մենակ մեկին ոչնչացնելով, 10-ին ոչնչացնելով, չգիտեմ, 3 գլուխ կտրելով, դա չի փոխվելու, որտեղ մեկ այլ գլուխներ են աճելով, քանի դեռ չենք փոխել արժեհամակարգային մոտեցումը։ Իսկ նմանատիպ գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, ոչ թե արժեհամակարգային փոփոխությանն են միտված, որ այլևս հնարավոր չէ, եւ պետությունը հաստատում է այնպիսի գործիքակազմ, որ մեր պետության մեջ նմանատիպ աննորմալ հարստացումներ չեն կարող լինել, օրինակ։ Նմանատիպ ապօրինի գործողություններ մարդկանց նկատմամբ վախեցնելու եւ այլն չեն կարող լինել, օրինակ, բայց մենք այսօր վստահ ենք, որ դա չի կարող լինել եւ այդ խաղի կանոնները փոխված են։ Չենք կարող վստահ լինել, որովհետեւ մենք տեսնում ենք դեռևս ուժի եւ իշխանության ցուցադրության մեթոդաբանությունը։ Շատ լավ, անցնենք ավելի շատ հասարակական գործընթացներին եւ բնականաբար կանանց վերջին այս շրջանում թերևս բոլորին ցնցած լուրը, երբ փոքրիկ աղջիկ երեխայի նորածին էին գտել փողոցում, բուն լուրին չեմ անդրադառնա, այլ ավելի շատ մեկնաբանություններին այդ լուրի տակ։ Առաջին թվում է, թե տրամաբանական ռեակցիան այս իրավիճակին պետք է լինի, որ տեղի է ունեցել ինչ-որ ողբերգություն, ինչ-որ վատ բան, հա, հենց այնպես մարդիկ երեխաներ փողոցում չեն թողնում, ուրեմն այստեղ ինչ-որ մութ պատմություն կա, չգիտենք, ինչ ասես կարող է լինել։ Բայց մենք տեսնում ենք հասարակության մեջ այդ բավականին բուռն արձագանք ծնողին մեղադրող, մորը մեղադրող, անգամ հաշվեհարդարի կոչեր, այն դեպքում, երբ որ մենք անգամ չգիտենք, թե դա ով է եւ ինչ պայմաններում է արել, ու իմ աչքը նաեւ աչքից չվրիպեց, որ ոչ ոք չհարցրեց, իսկ ով է երեխայի հայրը, իսկ ուրը մյուս ծնողը։ Հա, այսինքն ոչ մեկի մտքով չանցավ, իսկ միգուցե հայրը այն գլխից էր թողել երեխային, բայց ոչ ոքի մտքով չանցավ անգամ այդ ուղղությամբ էլ մեղադրանք գոնե հնչեցնել, կարծես թե ամբողջ բեռը այդ անծանոթ կնոջ վրա անկավ։ Ինչի՞ց է սա։ Ինչ է սա։ Նախ սկսենք նրանից, որ բուն դեպքը առաջացնում է քրեական հետևանքներ։ Բնականաբար անձը, ով երեխային թողել է անօգնական վիճակում, անկախ նրանից դա կլինի մայրը, դա կլինի այլ անձ, որը խլել է երեխային մորից, կամ օգտվել է մոր անգիտակցական վիճակով, կամ օգտվել է մոր խոցելի վիճակով եւ կատարել է այդ արարքը։ Մենք ի վերջո անգամ չգիտենք մայրն է արել թե չէ, հա։ Ամբողջ խնդիրը, որտեվ պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ծննդաբերության ժամանակ թույլ վիճակից օգտվելով երեխային խլել են ծնողից, մորից եւ հանձնել են տարբեր հաստատություններ կամ ուղղակի ոչնչացրել են։ Մենք չմոռանանք մեր տատերի բազմաթիվ կոչերը նույն աղջիկ երեխաների շրջելու, շնչահեղձ անելու, երբ անդադ ընտանիք ուզում էր տղա երեխա ունենալ, աղջիկ երեխաներին այդպես փորձում էին շարքից հանել, դա էլ լավորից չէր, առաջին այն պատճառով էր, որ
մարդիկ այդքան խոցելի էին սոցիալապես, որ ավելորդ երեխայի չէին կարողանում, ավելորդ երեխա էր համարվում կերակրել եւ նրանց հենց տղա էր պետք, որովհետեւ նաեւ տարածաշրջանով պայմանավորված անընդհատ զինվորներ են պետք եւ երկրորդը վախենում էին իրենց աղջիկ երեխային առավանգելուց հետագայում եթե գեղեցիկ էր էլ ավելի մեծ վախ էր անիծում էին ինչու գեղեցիկ ծնվեցիր ուզում ասել բոլորը մեր պատմական վախերն են, որոնք մենք պետք է ճանաչենք, առերեսվենք եւ հասկանանք ինչու այդպես տեղի ունեցել։ Մեր տատերն ու պապերը հոմ բոլորը քրեական հանցագործներ չէին, եթե իհարկե կատարել են նույնիսկ շատ վատ բաներ, բայց իրենք պայմանավորված այդ անգամ խենթի մեջ էր, չէ, որ աղջիկ երեխային տղայի շորեր հագցնում անվտանգության համար։ Անպայման ցանկացած պատմական, չգիտեմ, բան կարդակ, դրվագ կարդակ, թե նույնիսկ գեղարվեստական ստեղծագործություն, այդ մեր պատմական վախերը գալիս են իհարկե։ Այսօր եւս մենք ունենք աղջիկ երեխայի անցանկալիություն հղիության, դեռևս ունենք, պայքարում ենք օրենքով, սահմանափակում ենք, որ ծնողները ինչ ասեն, որ հանկարծ աղջիկը ծնվել եւ նրան բայց սա իներցիոն է, չէ՞, այսօր չցանկանալու համար ինչ որ օբյեկտիվ պայմաններ չկան, իհարկե, հաշվի առնելով որ հասարակության մեջ թե հավասար հարաբերություններն են ամրագրված օրենքով, թե աղջիկ երեխաները որպես այդպեսին ավելի հնարավորություններ ունեն նույնիսկ քան տղաները բանակով պայմանավորված կրթվելու զարգանալու եւ մնացած այլ բաներն անելու իհարկե ոչ, բայց իներցիոն այդ հոգեբանական բանը տղա ունենալը եւ տղան բանա, այսպես ասած, շատ ավելի ցանկալի երեխա է, քան աղջիկը դեռևս կա։ Ու այս ամբողջ ֆոնի վրա անհատական դրվագը, եթե դիտարկում ես, համաշխարհային կտրվածքով մանկալքություն առկա է եւ հետազոտություններ կան ինչու է դա տեղի ունենում։ Առաջին իհարկե ամենածանր բանը կնոջ վատ վիճակում գտնվելն է, ընտանեկան բռնության վիճակում գտնվելն է, երեխային պահել չկարողանալու հասարակական խարանն է, որը կարող է ի հայտ գալ, երբ հղիությունը անցանկալի էր կամ բռնության հետևանքեր կամ չի իմացել ժամանակին եւ վերջապես մենք պետք է դիտարկենք նաեւ առողջական վիճակը մարդու եւ որքանով նա գիտակցում է իր գործողությունները եթե ունի որոշակի խնդիրներ նաեւ մտավոր զարգացման հետ կապված մենք ունեցել ենք բազմիցս մի քանի անգամ հղիություններ երբ նույնիսկ անչափահաս երեխան չի գիտակցել ինչ է կատարվել իր հետ, որտեղ ունի մտավոր խնդիրներ եւ այդ խնդիրներով պայմանավորված չի կարողացել հասկանալ, որ ինքը հղի է, ժամանակին հայտնել կամ ինչ որ կերպ կառավարել այդ process-ը։ Ոստի նույնիսկ քրական վարույթներ են ունեցել 18 թվականին, 24 թվականին, երբ երեխային դարձյալ լքել են, հետո պարզվել է, որ դա տեղի ունեցել հենց այն պատճառով, որ երեխան անցանկալի եղել եւ հղիությունը չի եղել ամուսնական կապի հետևանք։ Այդ ամբողջը պետք է հասկանալ ինչ է կատարվում եւ առաջին հերթին քարը չառնել եւ ընկնել մարդու հետևից, մի հատ փորձել խորքային պատճառների մասին մտահոգվել միգուցե, որովհետև ցանկացած խնդիր ունի պատճառներ, որոնք պետք է լուծվեն եւ պետությունը եւս պետք է այդ մեխանիզմները ունենա եւ այդ մեխանիզմները շատ ուժեղ պիտի լինեն սոցիալական աջակցության, որ մարդը հարմար պահի կարողանա դիմել այդ ծառայություններին։ Եթե մենք հիմա խոսում ենք երեխայի մասին ծնվելուց հետո, երեխայի մասին առաջին հերթին պետք է խոսել ծնվելուց առաջ, թե ինչպիսի աշխարհ է ինքը գալիս, ինքը կարողանալու է այդ աշխարհում ապրել, թե ոչ, եւ այդ անձը, ով իրեն աշխարհ է բերել, ցանկանալու է նրան խնամել, թե ոչ։ Այդ հարցերի պատասխանը, եթե մենք որպես հասարակություն կարողանանք տալ եւ ասենք, որ մեր երկրում այդ բոլոր մեխանիզմներն ապահովված են, որ մարդը կարողանա դիմել, կարողանա անհրաժեշտ աջակցություն ստանալ, կարողանա խորհրդատվություն ստանալ, ինչպես վարվել այդ դեպքում, որպեսզի նաեւ կներեք իր անձնական անհատական տվյալները պահպանվեն, փոքր երկիր ենք, շատ հաճախ ասում են թողներ, չգիտեմ, հիվանդանոցում եւ այլն, հիվանդանոցում ծննդաբերելը կամ հիվանդանոցում արդեն իսկ ունենալը արդեն հանրային հնչեղություն է տալիս դեպքին։ Ինչպես է բժշկական գաղտնիքը պահպանվում, որ մարդը նույնիսկ հիվանդանոց դիմելուց հետո ասի, որ ես չեմ ցանկանում, որ իմ հարազատները իմանան, որ ես
ունեցել եմ երեխա, որտեվ ես ամուսնացած չեմ, իրենք ինձ, չգիտեմ, կմերժեն, իսկ ես սիրում եմ իմ հարազատներին, չեմ ուզում իրենք ինձ մերժեն։ Պարզա, չէ, ասում են հանուն նրա, այսինքն մարդը պիտի կատարի ընտրություն, այդ նորածնի միջև թե իր հարազատների միջև։ Պետք է մի քիչ մարդկային գտնվել, կարող այդ պահին ինքը պատրաստ չէ այդ ընտրությունը կատարել, եւ չի էլ պատկերացնում ով է իրեն աջակցելու, եթե ինքը ունենա այդ երեխային։ Մյուս խնդիրը, որ օգտվում են մարդու անօգնական վիճակից, շատ հաճախ, եթե մարդուն կարող են ստիպել, օրինակ աղջիկ երեխային հեռացնել, ինչու չեն կարող ստիպել աղջիկ երեխայից ազատվել։ Այդ հարցի պատասխանը մենք ունենք, չունենք, իհարկե չունենք, եւ ոչ ոք չգիտի այդ երեխան որտեղից է վերցվել, ինչ պայմաններում է այդ երեխան օրինակ խլվել կամ չխլվել կամ հայտնվել այդտեղ եւ միանգամից մեղավոր նշանակել եւ դատապետել, դա առնվազն մարդկային չէ։ Եվ գրագետ չէ, ինչու գրագետ չէ, որտեղ մենք գործ ունենք մի խնդրի հետ, որի լուծումները պիտի գտնենք դեռ։ Առանձին այդ հարցը ինչու ոչ մեկի մտքով չի անցնում հարցնել իսկ ուր է երեխայի հայրը։ Դե հայրերը իրենց սերով պայմանավորված արդեն ազատված են պատասխանատվությունից, նույնիսկ դպրոցում որ կանչում են ծնող, ասում են մամային կկանչես, հոր հայրերին, չգիտեմ, արտառոց դեպքերում են հիշում, երբ ֆիզիկական լուրջ բռնություն է կամ երեխայի ասենք ուզում են սպառնան երեխային ֆիզիկական բռնությամբ, ասում են մամայից չէ, պապայից են կանչելու։ Ավելի խիստ ինստանցիա են կանչում, որպեսզի ծեծուտի երեխան տանը եւ կարողանա սահմանափակել իր արտառոց վարկը։ Բայց այս դեպքում նույնիսկ չեն մտածում, արդեն իսկ հասկանում են, որ այնտեղ հոր գործոնը ամենացածրն է, բայց ես կարող եմ վստահեցնել, որ շատ հայրեր կան, որոնք օրինակ աղջիկ երեխաներից ազատվելու պայման են դնում կանանց, շատ հայրեր։ Հայաստանում, իհարկե։ Եվ ընդհանրապես պատրիարխալ հասարակություններում Հայաստանը չառանձնացնենք, ուղղակի պատրիարխալ հասարակություններում, որտեղ տղա երեխայի պաշտամունքը շատ բարձր է, տղաները ավելի գերակադիրք են ընտանիքում, ինչ որտեղ զբաղեցնում, եւ այդ հասարակություններում շատ հաճախ աղջիկ երեխայից ազատվելու այսպեսի խայծը տալիս է հենց հայր ծնողը։ Վերջին անգամ երբ խոսեցինք ստուդիայում հետպատերազմյան ժամանակաշրջան էր, Տիկին Հովհաննիսյան, քննարկեցինք նաև կանանց իրավունքները եւ ծանր վիճակը նույն Արցախահայության մոտ նաեւ եւ ընդհանրապես մեր երկրում։ Այ անցել է թերևս մի երևի 3-4 տարի, 3 տարի անցած կլինի, ինչպիսին է վիճակը հիմա, թե փախստականների առումով, թե երկրում որոշակի փոփոխություններ գրանցվել են, թե չէ, որովհետև երբ որ ես նայում եմ համաշխարհային տվյալները, կարծես թե ամեն ինչ դեպի ավելի վատն է գնում։ Հիմա մենք գտնվում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ թե բռնության, թե երեք լսում էի ստրկության մասին տվյալները, էլի մենք ունենք տրենդ աճի աշխարհում եւ բոլոր այդ բացասական երևույթների որոշակի աճի միտում ենք նկատում համաշխարհային այս ճգնաժամի հետ կապված, էլի Հայաստանում ինչպես է վիճակը։ Հայաստանում, գիտեք, հիմա էլ հանդիպում եմ Արցախից տեղահանվածներին եւ նրանց սոցիալական խնդիրներն եմ շատ հաճախ տեսնում իմ աչքերով, թե ինչպիսի սոցիալական խնդիրներ ունեն, իրավական խնդիրներ ունեն, ի վերջո այն իրավիճակը, որը ստեղծվել է, էլի մարդու իրավունքների նկատմամբ մեղմ ասած անընդունելի իրավիճակ է, որովհետև միշտ կա տեղահանության ընթացքում վերադարձի իրավունք եւ եթե մենք խոսում ենք նաեւ խաղաղ գործընթացների մասին, եթե պատերազմական վիճակ է բանը, պարզ է այդ հարցին հերթ չի հասնում, բայց երբ խոսում ենք խաղաղության հաստատման, երբեք չպիտի մոռանանք նաեւ այդ մարդկանց, որոնք ունեցել են թե մարդկային կորուստներ եւ թե տնտեսական կորուստներ թողնելով իրենց տունը, իրենց բիզնեսը, իրենց տարբեր տիպի նույնիսկ գերեզմանները։ Դա եւս մարդու իրավունք է իր հարազատին, իր անցավորներին կամ երեխաներին այս դեպքում, որտեղ Արցախում զոհվել էին բազմաթիվ երիտասարդներ։ Այս դեպքում շատ կարևոր է, որպեսզի պետությունը շատ զգայուն խոսույթ օգտագործի այս մարդկանց նկատմամբ, չմոռանա դա։
ինչ կա, որքանով է բանակցությունների ընթացքում այս փուլում դա շոշափվում կամ չշոշափվում, դա մի խնդիր է։ Կարելի ասել, որ մենք փուլային գնում ենք ինչ-որ իրավիճակի, որտեղ այս փուլում դեռևս չէ։ Բայց մոռանալ այդ մարդկանց իրավունքները, դա կարծում եմ ոչ միայն մեր երկրի բնակչության հանդեպ է անարդար, այլև միջազգային իրավունքով չի դիտարկվում որպես մարդու իրավունքների հարգում։ Ցանկացած խաղաղության գործընթացի հիմքում ընկած է մարդկանց իրավունքների վերականգնումը։ Դա կլինի վերադարձի իրավունքը, դա կլինի այդ անձանց փոխհատուցումներ տալու իրավունքը։ Հիշեք բոլոր պատերազմներից հետո ինչպիսի գործընթացներ են գնացել։ Այս դեպքում եւս պետք է այդ գործընթացները գնան, որպեսզի մարդիկ զգան իրենց իրավունքները վերականգնված։ Նրանք դեռևս խոցված են բնականաբար, եւ հանրային խոսույթը եւս չի նպաստում, որպեսզի այդ խոցերը արագ ամոկվեն։ Շատ հաճախ երբ հարկ է լինում քաղաքական որևէ խոսույթ զարգացնել, ելի մեղավոր են նշանակվում Արցախից տեղահանվածները, ելի իրանք դիտարկում են որպես ոչ թե հոգացության խումբ, այլ խնդիր, ինչը որ շատ ցավալի է, որովհետև եթե կա երկրում խոցելի խումբ, այս դեպքում իհարկե տեղահանվածները խոցելի խումբ են։ Իրենց մասին պիտի խոսվի հոգացության տրամաբանության ներքո եւ ոչ թե որպես նրանք խնդիր են մեր վզին, չգիտենք ինչպես լուծել։ Այդ ամենը իհարկե դեռ շարունակական է, բայց ես հասարակության մեջ փոփոխություն եմ տեսնում, իհարկե մենք չենք կարող այդ ամեն ինչը չնկատել, որ հասարակությունը շատ ավելի շատ հաճախ զգայուն է, քան քաղաքական խոսույթում է փորձարվում բան հրահրել որևէ Անգամ նույն մարդիկ, գիտեք, ինչ որ ստատուս գրելուց ավելի սուր են, քան անձնական շփման ընթացքում ավելի փափուկ են։ Երբ որ դուք մի բան գրում եք, մի հատ փորձեք վիզուալ ներքին փակել աչքերը, տեսնել այդ մարդու դեմքը, ում մասին որ ուզում եք գրել, լրիվ կփոխվի ձեր խոսույթը եւ լրիվ կփորձեք բան անել, վերախմբագրել այն բոլոր ածականները, որոնք փորձում եք գրելուց արտահայտել։ Եվ դա իհարկե ակներև է, որ կամուց կամաց նրանք ինտեգրվում են, իհարկե ցավալի փաստ կա նաև երկրից արտահոսքի այդ խմբի, հիմնականում բնականաբար Ռուսաստանի Դաշնություն, որովհետև թույլ է տալիս փաստաթղթերը այդտեղ, բայց նաև բացառված չէ այլ երկրներ, ինչը իհարկե դարձյալ մեր խնդիրն է, որ չենք կարողացել ապահովել անհրաժեշտ եւ ապահով միջավայր, որպեսզի մարդիկ իսկապես իրենց կան տանը եւ վստահ լինեն, որ իրենց խնդիրները այստեղ ամբողջովին լուծվելու են։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Մեր ժամանակը ցավոք մոտեցավ ավարտին, խնդիրները շատ են, կարող ենք խոսել եւ անverջ խոսել իրականում։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք մեզ, մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, մեր հյուրներ իրավապաշտպան, Արդարության նոր մշակույթ հասարակական կազմակերպության համահիմնադիր Զարուհի Հովհաննիսյանը։ Շնորհակալություն։